Հիմա ես գտնվում եմ Լիլ քաղաքի հանրապետության հրապարակում, որտեղ կան նման հրաշք շատրվաններ, իսկ դիմացի այս շենքն էլ արդեն ձեզ քաչ հայտնի Լիլ քաղաքի գեղարվեստի թանգարանն է։ Գնում եմ թանգարան, թե ինչու կիմանաք մի քանի րոպեից։ Տեսեք ինչքան գեղեցիկ է այս հրապարակը, ինչքան գեղեցիկ է գարունը, կանաչը եւ կյանքը։ Բարի սիրելի հետևորդներ, գնացել էի մեր մոտի թանգարանը, այնտեղ իմացել էի, որ խմբակներ կան, ատելյեն էստեղ ասում, կերպարվեստի խմբակներ կան, նաև մեր տարիքի մարդկանց համար, ինչպես են գրանցվում, արժեքը ոնց է, կախված ուրեմն թե շաբաթական քանի օր է, ինչ տեսակի նկարչություն եք ուզում սովորել, գները տարբեր է, 200 եվրոյից տարեկան բարձը, մինչև 500 եվրո կարող է լինել։ Հիմա ես կնայեմ տեսնեմ որն է, մտքովս անցել է, մի նման խմբակ էլ կար իմ դպրոցում, Սանտխը սոցիալ բուզետում, այնտեղ էլի երեքշաբթի օրերը առավոտ շուտ էր, ստեղ մինչև 4:30 է, որը որ ինձ հարմար ժամ չի, գոնե մինչև 4-ը լիներ, դրա համար հələ կմտածեմ, իսկ եթե ձեր մեջ կան իր քաղաքի ապրողներ, որ սիրում եք նկարել եւ ուզում եք նկարել, կարող եք մոտենալ այնտեղ ընդունարանում եւ ձեզ ամեն ինչ կբացատրեն։ Եղանակը շոգ, արտակարգ եղանակ է։ Հիմա ես 5 քաղաքում եմ, գնում եմ Կարոլ խանութ նայեմ ու գնալու եմ տուն, անպայման այն շնչառական ապարատը ձեզ ցույց տամ, որովհետեւ խնդրել են, դե գիտեք, ես իմ հետևորդների խնդրանքը չեմ կարող մերժել։ Եվ աշխատեմ տեսանյութը պատրաստեմ, ուղարկեմ YouTube, որպեսզի դուք հասցնեք դիտել։ Դե առայժմ, եթե որևէ գնում անեմ, բնականաբար գիտեք, որ ցույց կտամ։ Պիջակով էի, պիջակս հանել եմ, շատ շոկ է, լավ է, որ քամի կա, քամին էլ դե տաք քամի է արդեն, վաղն էլ շատ է բարձրանալու ջերմաստիճանը, բոլորը զբոսնում են, խանութներ, լիքը հյուրեր, կարճ ասած, շատ լավ որ։ Տեղատուն էլ մտա Ժողովուրդ ջան, մոռացել էի, որ դեմքս մաքրելու տոնիկ չունեմ, բայց այս անգամ բիոդերմայի ուրիշ տեսակը վերցրեցի, որը նաև ասում է գունաբացում է դեմքը։ Գնանք տանը ցույց կտամ իմ ունեցածը, այս անգամ փոխեցի ինչով եւ բիոդերմայի այս սերիայից շատ գոհ եմ։ Ճիշտ է, այստեղ չեմ կան բիոդերմայի մոտ, որովհետեւ լիքը մարդիկ կան, բայց դե դեղատանն եմ էլի։ Արդեն Կարոլ խանութում եմ, մեր քաղաքում 2 խանութ կա, մեկը հենց հրապարակի վրա է, որն էլ ես մտել եմ, զեղչեր են հայտարարված մինչև մայիսի 14-ը, 20, 30, 40% զեղչեր են։ Ֆրանսիական ֆիրմա է Կարոլը, 1960 թվականին է ստեղծվել, գները բարձր են, շատ էժան խանութ չէ, որակն էլ շատ լավն է, կոնկրետ եթե դեղին գույն է նշված, ուրեմն 20% է, կանաչը 30%, իսկ սպիտակ գույնը 40%, ուրեմն մինչև 40% զեղչ է, երկուսը գնելու դեպքում 10% զեղչ էլ կանեն։ Ամառային գույներ են բերվել, մերթ զեղչեր են այստեղ արվում, օրինակ անցած անգամ մտանք ամառային շորեր են, սա էլ իմ սվիտրից է, որի կանաչն ու փիրուզագույնը ես ունեմ, շատ հարմար թեթև է, սպիտակ վերնաշապիկներն են ինձ հետաքրքրում այս պահին, քանի որ արդեն ամառ է գալիս, բայց կրեմային սպիտակն եմ ուզում գտնել, բնականաբար գիտեք, որ պիտի հագնեմ հարմար։ Այս տարվա գույնը նաև այլ վարդագույնն է, մուգ եւ բաց վարդագույններ, ավելի շատ այս գույնը, հենց բացը, եթե սիրում եք սիրահարեք, ուրեմն ձեր տարին է։ Ամառային գույները շքեղ են, ճոխ են, տեսեք պիջակ էլ կա, մի խոսքով ամառային գույներով պետք է տեսականի լինի արդեն մեր պահարանում, պետք է նայենք, փոխենք, պատրաստվենք ամռանը, 180 եվրո արժե եւ արդեն տեսակ, որ 30% զեղչ էր։ Այս մյուս կողմում տեսնենք ինչեր կան, իդեպ խանութում միշտ էլ մարդիկ են լինում եւ իրեն գնումներ հաճախ են ունենում եւ լավ ճանաչում ունի Ֆրանսիայում հենց այս ֆիրման Կարոլը։ Այս վերնաշապիկը դուրս եկավ, ճիշտն ասած, թեթև լավ
փորձեմ, բաներ կա, որ երիտասարդ տարիներին մոդա է եղել, էլի հագել եմ։ Հիմա մի տեսակ արդեն կամաց պիտի վերադառնանք այդ ժամանակներին։ Նմանատիպ ես վերնաշապիկներ էլ եմ հագել, բայց հիմա ինչպես տեսնում եմ ինձ դուրս չի գալիս, ամբողջությամբ որ այսպես սետկա լինի, չեմ սիրում։ Եթե ինչ-որ մաս լինի, ոչինչ։ Չգիտեմ, ժողովուրդ ջան, ճաշակին ընկեր չկա, ես ցույց եմ տալիս, դուք տեսեք, հավանում եք, չեք հավանում, բոլոր խանութներում կա այս զգեստից, բոլոր ամեն միտեղ տարբեր։ Ու ճիշտ ասած ինձ շատ դուր է գալիս, միայն տատանվում եմ, որ թևատակերը այսպես բաց են, թևը կտրած է, էլի, յապոնկա էինք ասում, այդ թևերով չեմ ուզում ունենալ։ Վերնաշապիկն էլի տեսնենք 30% զեղչ է, էլի վրան այսպիսի ծաղիկ էր դաջված։ Մի խոսքով եկեք, տեսեք, հավանեք, գնումներ արեք։ Շատ հավանեցի, այ հենց իմ ուզած կրեմային սպիտակն է, բայց ինքը կոստյում էր շալվարով, այ ժիլետով, հանդերձ, տեսնենք գինը ինչքան է, 110 եվրո, միայն պիջակը։ Ահա, այս կողմն էլ նման տեսականի։ Ջան, արդեն տանն եմ, տեսեք, թեթև եմ, բարակ շալվարս էի հագել, բարակ ես վերևը, բայց էլի շոք էր։ Մի խոսքով վաղը ավելի շատ շոկ ա լինելու, հիմա արագ ցույց տամ Կարենի գնումներ, ասեցի իհարկե այս անգամ գնումները արաբական շուկայից, հələ ինչ լավ մեծ կապ համեմ են դրել։ Վաու։ Մոլադեць, ահա, ժողովուրդ ջան, բացում եք։ Եվ այս 4 կապին, 2 հատ նամից, ջոգիլ 2 հատ, մաղադանոց 2 հատ համեմ, ես կմարք եմ կտեղավորել, ուրեմն 1 եվրո եմ տալիս, նուշ է արել, նուշը շատ լավ է խոլեստերինի, ասում ա գնար կես համար եմ արել տուրար ես անգամ բանջարեղեն ու բաներ է արել, տեսնենք ես ինչ է արել գիտի, որ ես զանազան բաներ եմ սիրում, հա, սալոր, սև սալոր, մոտիկից է ցույց կտամ, այս ինչ անուշպղտեղ արել, բայց մոռացա ասեմ, որ կարմիր առնի, բայց ոչինչ, ուրեմն լավ են մեր հայկականի մոտիկ պղտեղներ են սրանք, հոտավեք, հոտը արդեն տարածվեց բնակարանով մեկ, տեսնենք էլ ինչ ունենք այս պարուսական, այս դրագոն մրգից է արել, էլի սիրում եմ, չեմ ասում գժվում եմ, բայց մեկ կարելի է, լավ է էլի, ուղղակի սովոր չենք այդքան շատ համին, երևի դրանից է, բայց ինձ դուր է գալիս, ես պապայա ասա, մերտ ուտում եմ, մի տեսեք հետաքրքիր համ է, և իվանանք էլի ինչեր կա, բաներ կա, որ անծանոթեն սովոր չենք ուտում, բայց ես միշտ փորձում եմ, և հլեջ լավ սմբուկներ է արել, ահա, ասել եմ, որ քիչ առնի, լավ է, որ լսել է, ասում եմ քիչ վերցրու, որ 2 հոգով ենք հասցնենք, սառնանում տեղ չկա, պահաններում տեղ չկա, հիմա մյուս պայուսակը նայենք, ես մի քիչ ավելի ծանր էր, կաղամբ է գնել, ես ոնց որ լավ չի ջոկել, կպոկեմ տերևները, կաղամբ է էստեղ, լոլիկ է, գները չգիտեմ, չեմ կարող գներ ասել ձեզ ժողովուրդ ջան, տեսնեմ ինչ լոլիկ է հլը, ահա, բացեմ, հա, այս տիպիներով է, ստեղի լոլիկներն են, խոշով է, տեսնենք որակը ոնց կլինի, ահա, վարունգ է ինձ համար գնել, վարունգին չի ուտում, անցած օրը ինքն էր գնումներ արել, ինչքան բաներ կար, կիսավաբրիկատոտ ինք ես իրմա գնել էր, հեմ ես բանջարաբոստանային կուլտուրաները ինձ համար էր, գազալ բնական համար, այստեղ ունենք ավոկադո ունենք, լավ էլ ավոկադոներ է, ավոկադոն պետք չէ սառնան դնել, սառնան որ դնում եք, սառնանում անհավասար է հասնում, ես դնում եմ իմ պահարանի մեջ, եթե շտապում եք, որ շուտ հասունանա, դնում եք խնձորի հետ, ես խնձոր ունեմ, մի երկուսը կդնեմ խնձորի հետ, մյուսները արդեն եկով,
Ավոկադոն մեծ կալորիա ունի, հիշեք, բաներ, շատ լավ է հատկապես օրգանիզմի համար, օմեգա 3, ճարպեր, մի խոսքով օրգանիզմին լավ եւ դեմքի համար է շատ լավ։ Այստեղ ունենք ամենածանր մսերի տեսակներ, երբ որ արդեն դասավորեմ այդ ժամանակ ցույց կտամ, հիմա արագ սրանք տեղավորեմ, այստեղ ունենք նաև հաց, արաբական այդ հացերից է, այսպես մեծ, և սեզոնային միրգ ձմերուկ։ Արդեն կիվի խնձոր անցած անգամ էր գնել, նայում եմ տեսնեմ ինչ կարող եմ մի բան կա, որ ես չեմ տեսնում, նա էլ ցույց տամ, դրել է մածուն, այսպես ասեմ, յոգուրտ, հունական յոգուրտ, գիտեք որ դա եմ ես ինքս ուտում, մյուս մածունի տեսակները թթվածնում են ստամոքսս, դրա համար էր ասում քեզ համար եմ գնումներ արել, երևի թե վերջ, արագ սա տեղավորեմ, մսի տեսակները երբ որ արդեն դնելիս կլինեմ ցույց տամ և անցնեմ դեղատան այդ գնումս ցուցադրեմ ու գնանք ապարատը ներկայացնեմ մեր հարգելի հետևորդին, անունը չեմ բարձրաձայնում, միգուցե իրեն հաճելի չէ, որ բարձրաձայնեմ։ Մի խոսքով հետևորդիս խնդրանքով արդեն ասել եմ։ Սա էլ մոտիկից ցույց տամ, սալուրը, տեսեք ինչքան լավն է։ Ահա, սմուկների փայլը տեսեք, լրիվ թարմ էր։ Կամ այդքան է թարմ չի, կկտրեմ ոչինչ, լոլիկները, գազարը, վարունգը, ավոկադոն, կանաչին։ Կաղամբը կտրեցի, տեսքի բերեցի, դնեմ սառնարան ոլոր և եգիպտացորեն մշտապես գնում ենք, կապ չունի, մենակ մի բան չի եղել, բազուկ էի գրել, բազուկ չի եղել փաստորեն, գիտեմ ինչեր արել, որովհետև ես քիչ էի գրել, անպայման ես տավարի յարդ եմ գրում, տավարինից կտրատած, ցույց կտամ, տեսնեմ այստեղ աղացածն է, այստեղ ինչ ունենք, այստեղ եք ոսկորո միսեր լավ է, մի անգամից լավ է բարելա, հավի կրծքամիս և ինչ որ ես, ուրեմն սա է տավարի յարդը, և տավարի յարդը, հարուստ է վիտամիններով, հայով, ինչը լավ կտրատել են, լավ մշակել են, ահա շողջան, ինչ լավ գույն է, չգիտեմ գույնը փոխանցվում է ձեզ թե ոչ, որ ասում եմ այս խանութի միսը շատ լավն է, սրանք էլ ոսկորոտ մսերն են, ինձ թվում է այս կարող է ոչ խարի լինի գառան միսը ինքը սիրում է երևի կրծքամիս, բավականին շատ և արդեն լյարդի կտորները, էլի լավ կտորներ են դրել, ահա ժողովուրդ ջան, ահա այս էլ այսպես պատրաստեցի, հիմա արագ դնեմ սառնան, ասեցի չէ որ սա գառան միս կլինի, սա դնեմ վերև, որ խաշլամա պատրաստեմ, դասավորելուց հետո հաց կերա վերջացրեցի, հիմա ցույց տամ տոնիկով արդեն անցնենք սենյակ ցուցադրելու ապարատը, փաստորեն աղբտարել էի դեն գցել, հիմա նկարը կտեղադրեմ նայեք նկարին, սրանից էի ես վերցրել, հենց կապույտ գույնը տոնիկ էր, իսկ սա արդեն ունի 3 տեսակի հատկություն, նա երկուսն էր, մաքրում էր և խոնավեցնում էր, իսկ սա միսիլեր է, մաքրող ջուր, որը ուրեմն լվանում է, հանում է մակիաժը և բացացնում է դեմքի գույնը, խոնավեցում է, այստեղ չկա, իսկ այդ մյուս տոնիկը ինքը 24 ժամ խոնավեցնում էր, հիմա ոչինչ, ես դե կրեմներ ունեմ, միշտ էլ տոնիկից հետո կրեմ էի քսում, կփորձեմ սա, խորհուրդ տվեց սա ավելի մատչելի էր քան նա 12 եվրո և քանի սանտիմեր, սա էլ 8 էլի մոտ 9 եվրո էր, ահա մոտիկից նայեք ժողովուրդ ջան, ուրեմն հիշեցնեմ, որ ապարատը երբ որ արդեն նշանակել են,
Համապատասխան տեխնիսյանը եկել է տուն, ինքն է ինստալացիա արել։ Չգիտեմ, որ երկրից եք դուք նայում, բայց եթե Ֆրանսիայում եք, ինձ թվում է բոլոր տեղերում էլ գալիս են իրենք ինստալացիա են անում։ Հիմա մոտիկից ես ցույց տամ, ինչը որ կարելի է անել, դրանք ցույց տամ եւ ասեմ, որ ուրեմն այս խողովակը որ կա, սկզբում ուրիշ խողովակ էր իմ խողովակը, հետո նենց ստացվեց, որ զգում էի, որ ջուրը մեջը կարծես թե կուտակում է, ու դե ձայներ է անում, փրփրփրփր ինչ-որ ձայն, բանից պարզվեց, որ կա ուրիշ տարբերակ, որը որ սա է, արդեն տեղադրել են իրենք, ոնց որ տաքանա եւ ջուրը այստեղ գոլորշիանա չմնա խողովակի մեջ, կամ էլ ենթադրենք չգա մեր ներսը։ Ուրեմն կազմված է խողովակից եւ այս դիմակից, դիմակը հանում եմ ամեն օր դիմակը հանում եմ եռման տաք ջրով լվանում եմ, ամսվա մեջ 15 օրը մեկ էլի եռման ջրով խողովակը լվանում եմ, լավ լվանում եմ, հասցնելու ենք չորացնել, կաթիլները վերացնել, որից հետո օգտագործել, օրինակ ես անում եմ, թափահարում եմ ու վերջնական երբ որ միացում եմ, այսպես միացման դե քամին փչում է, խփում եմ այնքան, մինչև որ այդ մեջի հեղուկը լրիվ դատարկվում է։ Ուրեմն ամենասկզբից երևի թե ձեր ապարատի մեջ նման բան կլինի դրած, առանց ջրի, հիմա առանց ջրի էր, որից հետո արդեն զգում եմ, որ բերանս գիշերվա ընթացքում չորանում է, ասեցի մյուս տարբերակը, տուփի մեջ կա 2 հատ դրած ընդհանուր ճամպրուկի մեջ, սա ջրովն է, ամեն երեկո սառը ջուր եմ լցնում, լվանում եմ հաճախ, քանի որ այստեղի ջուրը այդպես կրային է, լվանում եմ քացախով, այն սպիտակ քացախներից, մեջը լցնում եմ, պահում եմ, թափահարում եմ, մի խոսքով լավ լվանում եմ։ Այստեղ ունենք նաև մի փոքր հետնամասում, էլ մոտիկից ցույց կտամ, էլի ուղղակի հիմա բացատրեմ ու հետո ցույց տամ։ Այսպես գուբկայի ման է դրած, փոշին անելու։ Ուրեմն շաբաթը մեկ անգամ է, սա եմ այսպես անում, ու ասես մատով թափահարում եմ, որ փոշին վերանա եւ դնում եմ արդեն իր տեղը։ Վերջ, ծրագիրը ուրեմն այսպեսով շնչառության համար մոտիկից հիմա ցույց կտամ, նախատեսված է մինչև կարծեմ 8-ը, սկզբում 4-ն էր դրած իմ մոտ, հիմա որքան հիշում եմ 6-ն է, բայց քանի որ իմ խողովակը ուրիշ է, ես խողովակը պիտի հանեմ, նոր կարողանամ այդ ծրագիրը նայել, կարճ ասած, էներգիա չի տանում, ամբողջ գիշեր միացրած եմ թողնում, մշտապես չեմ հանում, ուղղակի հիմա ննջասենյակից հանեցի, բերեցի այստեղ եւ միացնում եմ, իր մեջ կա նաեւ նախատեսված չիպ, ահա չիպն էլ այս հատվածում է, չգիտեմ, որը որ արդեն կարդում են տվյալ անձնակազմը, երևի բժիշկը կամ ինչ-որ օգնականը եւ դրանով իսկ նրանք որոշում են, թե մենք կրում ենք այդ ապարատը, թե չէ, եթե կան մարդիկ, որ չեն կրում, ապա նրանք գալիս վերցնում տանում են, ուրեմն 6 ամիսը մեկ փոխում են դիմակը, տարին մեկ անգամ էլ այս խողովակը երևի, ամենայն դեպս դիմակը եւ այդ փոքրիկ գուբկան որ ցույց տվեցի, 6 ամիս լրանալուց հետո ես պիտի փոխեմ, մի տարին կլրանա արդեն, իմ մի տարին լրացել է, իրանք նորից բերում են, տալիս են, հիմա կարող է խողովակ բերի, իսկ այս ամանը չեն տալիս, պետք է շատ զգուշ լինենք, հանկարծ չկոտրվի։ Այսքան բան, հիմա ապարատը մոտիկից ցույց կտամ, վերջին տեխնոլոգիայի ապարատն է, անաղմուկ է, ասեմ, որ սկզբում շատ տհաճ է, հատկապես դնելը եւ գիշերվա մեջ շրջվելը, առաջին մի շաբաթը որ դրել էի, մի հատ դնեմ չվախենակ, մի շաբաթը որ դրել եմ, մանավանդ իրանք շատ քիփ ավելի ճիշտ քիփ էին ասում դիր, սեղմում էին ինքը որից կապել էր, ահա, այս ձևով, հենց դնում եմ, որ քրեմ կարելն ասմա թռակ կոսմոս, ահա, այս ձևով դնում եմ, դե բնականաբար առաջի մի շաբաթը հնարավոր չէր դնել, խանգարում էր, չէի քնում,
քունս խանգարում էր, միջև որ սովորեցի։ Հիմա առանց սրա չեմ կարողանում քնել, այդպես դնում եմ, սառը օդը խփում է, քանի որ քնելու ընթացքում այստեղ չգիտեմ ինչ է փակվում է, թե բացվում է, մարդիկ խռացնում են։ Եվ սա լուրջ հիվանդություն է, շատերը ուղղակի այլ կերպ են վերաբերվում այս խռոցին գիշերային, ընթացիկ կարող է մարդը խեղդվել։ Այսինքն քնի մեջ մարդը շնչահեղձ լինի ու հեռի մեզանից մեռնենք։ Որպեսզի այդ երևույթը չլինի, այս ապնեսոմեի ապարատները, ապնեսոմեի, այսինքն քնի խանգարում այս ապարատները օգնում են, որ մարդիկ կարողանան քնել։ Կան տարբեր մեթոդներ, երբեմն ասում են բարձերը փոխել, հատուկ բարձեր որևէ մի բան չի օգնում, որովհետև ինչքան ուզում է լինի, բարձից էլի ձևափոխում ես, գլխի տեղը փոխում ես, բան, ու այդ հատվածում, այս քթամպանի այս հատվածում է, այդտեղը չգիտեմ անունը ինչ է, ամենայն դեպս այդտեղ գալիս փակվում է, խեղդվում ենք, մենք սկսում ենք խռացնելը եւ արդեն կաշմարային երազներ ենք տեսնում, ես այդ ձևով եմ էլի հասկացել, հիմա որ սա դնում եմ հանգիստ եմ քնում, չեմ արդեն քնի մեջ արթնանում, շնչահեղձ լինելով արթնանում էի եւ այդպես հիմա փառք Աստծո քնում եմ հանգիստ, շնչառությունս կարգավորում է, չես բերանը փակ ես քնում, այսինքն գիշեր, իսկ այդ ժամանակ բերանը բացում ես եւ այդ բանը գնում է փակում։ Մի խոսքով շատ լավ բան է, եթե հետագա մի քիչ ավելի լավ բան մտածել, որ այդ ձև չլինի, լավ կլինի։ Դրա համար եմ միշտ ասում, որ մազերս անընդհատ այդ ապարատը սեղմած է պահում, երբեմն դեմքը դե շրջում ես բան։ Հիմա ես մի քիչ թուլացրել եմ, պարկա ժամանակ հարմարացնում եմ։ Սկզբում նույնիսկ սեղմում էր, ստեղեկս քիփեար է, ցավացնում էր, կարմրացրել էր։ Մի կամած մարդը սովորում է, էլի Ժորժ ջան, ասում է դարդը տվեցին սարերին, սարերը չտարան, տվեցին մարդուն, մարդը տարավ, դե որ մարդը այդքան բանը տարել է ապարատն ինչ է որ չկարողանան կրել։ Մոտիկից ցույց տամ, որպեսզի շատ չխոսեմ ու պատկերացումը պարզ լինի։ Մի կարևոր բան, եթե դուք որոշել եք ճամփորդել, ապա ձեզ տված այդ ճամպրուկի մեջ կա հեռախոսահամար։ Զանգում եք այդ հեռախոսահամարին, դե որտեղ արդեն նշված է ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, իրանք ձեզ թույլտվության փաստաթուղթ են ստորագրված ուղարկում, որ դուք կարողանաք սահմանն անցկացնել, որ իրավունք ունեք։ Ճիշտ է, ես տարեբերել եմ, գրեթե չեն նայել, չնայած մեջն է եղել այդ գրությունը, բայց դե չգիտենք, ամեն դեպքում թույլտվություն պիտի վերցնեք, որ իրենք էլ իմանան, որ դու տեղափոխում ես ապարատը։ Այսքան բան։ Ահա, այս իմ ապարատն է, խողովակը միացված է այստեղից, այն փոքրիկ գուբկան, որ ասեցի, այստեղ է դրված, կտած փակվեց, սա իմ ունեցածը հոսանքովն է, ահա, տեսեք, հիմա սա որ հանել եմ, ցույց տամ, թե ինչքան պետք է լինի այդ աստիճանը, օպսիոնին խփում եք, նայեք, նիվո ումիդիտե 6-ն է իմ մոտ, վրան խփում ենք, արդեն բացվում է, միջև 8-ն է, որը ուզում ենք դնում ենք, բայց կարծեմ դուք 4-ից պետք է սկսեք, եթե հետո քիչություն անի 8-ը ավելացնեք, օքեյ, ուրեմն օքեյ, լավ է որ 6-ի վրա մնա, մնացած բաները դա արել է այդ մասնագետը, հիմա ես արդեն միացնեմ, միացնելուց հետո ինձ մոտ այլևս դա ցույց չի տալիս, այստեղ ուրիշ ջերմաստիճան է ցույց տալիս 27-ը, սա ուրեմն ջրի տուփն է, որ ամեն օր լվանում ենք, իմիջիայլոց շատ շուտ է փոշոտվում, գրեթե ամեն օր կարելի է մաքրել նաև այս հատվածները, տեսեք փոշի է, օդի մեջ փոշի կա և փոշին շատ է, կեղտոտվում է, նայեք, խոնավ է, այսօր պիտի արդեն մաքրեմ երեկոյան, ամեն երեկո մաքրում եմ, ամեն երեկո, այս ծրագիրներ, սրա հետ գործ չունենք, միացման տեղն է, միացնում ենք և արդեն, հիմա տեսնեմ կպչի, ահա, ձայնը լսում եք, սա էլ է կեղտոտվում, 6 ամիսը մեկ, սա էլ կարելի է փոխել, տեսնում եք ինչքան է սևացել, սպիտակ գույններ, փոշիներ, ահա,
Առավոտյան արթնացնում է եւ արդեն այստեղ ֆիքսում է, ենթադրենք քանի ժամ եք դուք դրել դիմակը, ինչ է եղել, այս ամենը իրենք նայում են եւ տեսնում են։ Վերջ, ինքը ունի նաեւ այս բնականաբար էլեկտրալարը, խողովակը, դիմակը եւ սրանք են փոխում, հա, սա էլ են փոխում տարին մեկ անգամ։ Սա էլ են փոխում։ Բացի ուրեմն ապարատից եւ այս սրանից մնացածը փոխում են։ Դե ինչ կարծում եմ, բան բաց չթողեցի ասելու, դե արդեն սրանք էլ տեղադրելը հեշտ է, տեղադրվում է տարբեր մասերից, լվանալու ընթացքում անպայման բռնում եք, թափահարում եք, սրանք էլ էլի տաք ջրով։ Մի խոսքով ամեն երեկո այս ապարատը, այն որ ասում տեղը տեղի պետք է մաքրել եւ արդեն օգտագործել։ Շուտ է փոշոտվում, տեսեք քանի տեղ այդ բաները գուբկայի նման դրած էր եւ այստեղինը հատկապես ինչքան էր սևացել։ Այստեղից էլ եք համի փչում։ Այսպես Ժողովուրդ ջան, լավ կլինի ոչ ոքի պետք չգա այս ապարատը, բայց եթե կարիք կա, ուրեմն լավ է որ կա նման ապարատ, որը օգնում է մարդկանց շնչահեղձ չլինելու։ Եղեք առողջ եւ տեղեկացված, կհանդիպենք հաջորդ տեսանյութում, սիրելի հետևորդներ։ Լավ մնացեք ինձ հետ։ Առայժմ